Բարև ձեզ, եթերում հաղորդաշարն է։ Իհարկե ձեզ կտրվեց պատահում է այսպիսի բաներ։ Հաղորդաշարը բարբերաբար ձեզ ներկայացնում է իրականությունը, ներկայացնում է թե ինչ ուժեր են մեր կարծիքով ներգրավված Հայաստանում աշխարհաքաղաքական, ինչ նպատակներ ունեն, որոնք գլխավորապես հակահայ են։ Եվ մենք ձեզ ներկայացրել ենք մեր տեսակետը, որ հիմա գլխավոր հարվածը ուղղված է ազգակիր տեսակի դեմ, այսինքն այն տեսակի հայության փոքրամասնություն, որը ազգի եւ հայրենիքի զգացողություն ունի։ Եվ այս անհանգստությունից ելնելով վերելք հաղորդաշարը ձեզ ներկայացրել էր քայլերի համակարգ, որը կոչվում էր ազգային վերելքի ուղի, նպատակ ուներ իմի բերել ազգակիր հատվածին, ստեղծել կուզեք ասեք համայնք, կուզեք ասեք մեծ ընտանիք, որպեսզի ինքը կարողանա դիմակայի այս դժվար իրավիճակում ու չուծացվի իր իսկ հայրենիքում։ Եթե հիշում եք, այդտեղ ձեզ առաջարկում էր, որ ստեղծենք տարբեր խորհուրդներ կրթության, մշակույթի, սոցիալական աշխատանքի եւ այլն։ Անձամբ ես կրթության խորհուրդ ձևավորելու նպատակով հանդիպումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ մի քանի որոշակի ուրվագծումներ արել են եւ հետո ես ուրախությամբ իմացա, որ մեկ այլ նախաձեռնությամբ ստեղծվել է ազգային կրթության խորհուրդ, որի ներգրաված է նաեւ մարդիկ, ում հետ ես համագործակցում եմ այդ խորհուրդը ստեղծելու առումով, շատ ուրախացա ես, որովհետեւ դա կարեւոր էր, այսպես ասած, մի մեծ բեռ մարդիկ կամավոր վերցրել են իրենց վրա եւ ես սիրով այսօր հնարավորություն եմ ընձեռում, որ դուք եւս տեղեկանաք, թե ազգային խորհուրդը իրենից ինչ է ներկայացնում, ինչի համար է ստեղծվել, ինչ նպատակներ ունի։ Այս հարցում մեզ կօգնի Ատոն Մխիթարյանը, ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչ։ Խնդրեմ, պարոն Մխիթարյան, ինչու որոշեցիք ստեղծել կրթության խորհուրդ, երբ որ կրթության նախարարություն ունենք։ Ֆունկցիոնալ երկար նախարարություն։ Հա, նույնիսկ ավելին է, քան կրթությունը, եւ նա կարողանում է ծածկել տարբեր ոլորտներ։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, եւ շատ շնորհակալություն պարոն Պեպանյան այս հնարավորության համար, որովհետեւ մենք այն արժեքներից ենք այսօր խոսելու, որոնք կազմում են կամ պիտի կազմեն մեր կրթության առանցքը, որի շուրջ պետք է հավաքվի այդ ամբողջ կրթությունը։ Ուրեմն գաղափարը, թե որտեղից առաջացավ այսպիսի մի կառույց ունենալու, շատ հասարակ եւ հեշտ է, որովհետեւ բոլորը հիմա խոսում են կրթության մասին եւ հատկապես անկում ապրող կրթության մասին, որովհետեւ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ վերջին 7-8 տարվա ընթացքում Հայաստանում կրթությունը ոչ թե հետընթաց է ապրել, ուղղակի գլորվել է անդունդը, որտեղից հանելը շատ դժվար կլինի։ Դա ցույց է տալիս հստակ ցուցանիշներ, օրինակ կրթվածության մակարդակը, հատկապես դրա հակառակ կողմը անգրագիտության մակարդակը։ Թվեր տիրապետում եք, կարող եք։ Այո, միանգամից կարելի է հենց թվերից էլ սկսել, հետո կգանք այդ կարիքներին, էլի։ Ուրեմն տեսեք, ֆունկցիոնալ անգրագիտության մասին եկեք խոսենք, դա նշանակում է, որ մարդը երեխան հիմնականում երեխաներին է դա վերաբերում, երեխան, որը դպրոցահասակ է, 10 տարեկանների վերաբերյալ անընդհատ հետազոտություններ են անում յուրաքանչյուր տարի համաշխարհային բանկը, UNICEF-ը եւ համեմատում են տարբեր երկրներում երեխաների կրթական ցենզը, այսինքն մակարդակը։ Եվ պարզվում է, որ Հայաստանում 10 տարեկան երեխաները դրանք են տարիքն են երեխաների, որ տարական դպրոցը ավարտում են եւ պիտի արդեն փոխվեն միջին դպրոց, 4 դասարանի երեխաներն են։ Ուրեմն հանձնարարություն են տալիս մայրենի լեզվից, որպեսզի նրանք կարողանան կարդալ տեքստը եւ հետո վերարտադրել։ Եվ դա անում են բոլոր երկրներում։ Ուրեմն պարզվում է, որ Հայաստանում երեխաների 35%-ը, 10 տարեկան երեխաների, որոնք մի կերպ նույնիսկ եթե կարողանում են տառերը ճանաչել եւ կարդալ, օրինակ բառերը կազմել, հետո չեն կարողանում հասկանալ կամ վերարտադրել, թե տեքստում ինչ է գրված։ Ուրեմն մոտավորապես 1/3-ը Նույն ցուցանիշը արձանագրում է կրթության պետական տեսչությունը։ Նրանց մոտ 35% չի, պաշտոնական տվյալներով 28%-ը։ Ուրեմն հայոց լեզվի մասին ենք ասում դա, եւ մայրենի լեզվի։ Տեսեք, 1/3 մոտավորապես։ Եվ վերջին տարիներին դա անընդհատ խորացել է, այսինքն նոր եկող սերունդը։ Ուսուցիչները սկսել են վատ աշխատել, թե հատուկ իմիտում կա, ինչու է այսպես։ Գործոնները բազմաթիվ են, որ դրա վրա ազդում են։ Իհարկե դա առաջին հերթին կրթության ոլորտի բարձի թողի վիճակն է,
ուսուցիչների աշխատավարձ, այսպես ասած ատեստավորման կարգ, կրթության նկատմամբ հարգանքի կամաց իջեցում, ոստիկանը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, այսինքն արժեքների փոփոխություն եւ այլն, եւ այս ամբողջը բերում է նրան, որ կրթությունը առաջնային դիրքերում չի ընդհանրապես Հայաստանում եւ այսպիսի վիճակ է։ Բայց այս թվերը ավելի ահարկու են, երբ որ մենք համեմատության մեջ ենք այդ թվերը ասում։ Օրինակ, նույն թիվը նախին խորհրդային միության 15 հանրապետությունների միջինով ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը 7-ից 8%-ի սահմաններում է։ Ընդ որում սրա մեջ, այդ միջինի մեջ, ներգրաված են նաև միջինասիական հանրապետությունները, որոնք միշտ ավելի վատ են կրթության առումով եղել, օրինակ Տաջիկստանը, Կырգызստանը եւ այլն, եւ միջինը 7-ից 8%։ Այսինքն սա նշանակում է, որ այդ սերունդը, որը սրանից ամենաշատը 10 տարի հետո իր արժեքային համակարգով, իր գիտելիքներով պիտի տիրապետող լինի ամբողջ հասարակության մեջ, ըստ էության մեծանում է անգրագետ։ Հիմա նույն թվերը, եթե մենք նայում ենք մաթեմատիկայից, որը երկրորդ ստուգումն է իրականացվում բոլոր երկրներում, որտեղ Հայաստանը միշտ տրադիցիոն ավելի լավ դիրքերում է եղել, նույնիսկ նախկին խորհրդային ժամանակ, որովհետև բնագիտությունը, մաթեմատիկան միշտ առաջնային դիրքերում է եղել։ Հայաստանում 3 երեխայից 2-ը հասարակ թվաբանական գործողություններ չի կարողանում կատարել, այսինքն մոտավորապես 66-67%-ը։ Այս հանրակրթության մեջ, տեսեք, հիմա գանք բարձրագույն կրթությանը, ես շատ արագ էլի մի քանի թվեր ասեմ, վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում իշխանությանը փոփոխությունից հետո Հայաստանում բարձրագույն կրթություն ստացողների թիվը նվազել է 25%-ով։ Ուսանողները ավելի քիչ են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի քիչ դիմում են, ավելի քիչ ընդունվում են, ուսանողների թիվը տարեցտարի պակասում է։ Եթե 2013-14 ուսումնական տարում ողջ ուսանողական համակազմի թիվը Հայաստանում 100,000-ից մի քիչ ավել էր, հաշվի ենք առնում բոլոր բուհերի, մագիստրատուրան եւ բակալավրիատը։ 60 բուհ կա Հայաստանում, ովքեր որ չգիտեն, որոնցից 23-ը պետական, մյուսները ոչ պետական բուհեր են։ Ուրեմն 100,000-ից մի քիչ ավել է, նույն թիվը նույն տարում Լիտվան, որը մոտավորապես նույն բնակչություն ունի Հայաստանում, 102-103,000 էր։ Այսօր Լիտվայում թիվը նույնն է մնացել, Հայաստանում 75,000 է մնացել ուսանողների թիվը։ Նույն ժամանակահատվածում բարձրագույն կրթություն ոլորտում ընդգրկված պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվակազմը պակասել է 28%-ով։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք դասավանդում էին բուհերում կամ գիտությամբ էին զբաղվում, կամ նրանք կամ մի կողմից դուրս են եկել ոլորտից, դες լավագույն դեպքում եմ ասում, եւ մյուս կողմից նրանք հանրապետությունից են դուրս եկել։ Իմ շատ ընկերներ, որոնք պրոֆեսորներ էին, դոցենտներ էին, հիմա նույն գործը գիտությամբ զբաղվում են արտասահմանյան երկրներում, ավելի քիչ երևի աշխատելով, բայց ավելի լավ վարձատրվելով եւ իրենց աշխատանքը կատարելով։ Այսինքն ստացվում է, որ կրթության ոլորտը, տեսեք, բարձրագույն կրթության ոլորտը նաեւ կարելի է ասել անմխիթար վիճակում է։ Հիմա գանք մյուս աստիճանին էլ, որը գիտությունն է, որովհետեւ դրանից հետո մարդիկ գնում են դեպի գիտությունը։ Եթե գնում են, այո, ճիշտ եք ասում։ Խորհրդային վերջի տարիներին Հայաստանում ամբողջ դրույքով աշխատող գիտնականների թիվը մոտենում էր 30,000-ին։ Այսօր Հայաստանում ամբողջ դրույքով գիտնականների թիվը մոտավորապես 3,100 է մնացել։ Եվ սա, այո, մոտավորապես 10 անգամ պակասել է, եւ այսօրվա դրությամբ էլի միջազգային հետազոտությունների տվյալներ եմ ասում, Հայաստանում եւ չափում են դա գիտնականների թիվը 1 միլիոն բնակչի հաշվին։ Հայաստանում այդ թիվը 1040 է։ Ուրեմն 1 միլիոն բնակչի հաշվին մոտավորապես 1040 գիտնական կա, բոլոր գիտնականները հաշված։ Այդ թիվը Վրաստանում, ներողություն, Ադրբեջանում 1680 է։ 1040-ը որտեղ Ադրբեջանում, Վրաստանում 1750-1760-ի կարգի է, Թուրքիայում, որտեղ բնակչությունը շատ մեծ է եւ ավելի ցածր տարիքի բնակչությունը ավելի մեծ է, բայց միևնույն է, գիտնականների թիվը 1 միլիոն բնակչության հաշվին ուրեմն 2400 է։
Ռուսաստանում 3000-ին մոտ է, Միացյալ Նահանգներում 4800 է, իսկ այնպիսի երկրներում ինչպիսիք են օրինակ Հյուսիսային Եվրոպան, Արևմտյան Եվրոպան 8000-ից ավել է 1 միլիոն բնակչության հաշվին։ Ստացվում է, որ Հայաստանը այստեղ էլ բոլորին զիջում է, էլի մի քանի թվեր արագ ասեմ, տեսեք օրինակ։ Արագ մի ասեք, հանգիստ։ Հա, որովհետև այս ամբողջը բերում են նրան, որ ինչ ենք հետո ունենալու, էլի, ինչպիսի փոսի մեջ են գտնվում։ Գիտության ֆինանսավորումը հաշվում են համախառն ներքին արդյունքի տոկոսով։ Հայաստանում վերջին տարիներին այդ թիվը տատանվում է 0.28-ից 0.33% սահմաններում համախառն ներքին արդյունքից հաշված։ Ուրեմն այդ թիվը էլ արանքի պետությունները չասեմ, Իսրայելում եւ Հարավային Կորեայում 4.5%։ Բացարձակ թվերի մասին դեռևս չենք խոսում, որովհետև Իսրայելի հնան, մեկ շնչին հասնող հնան, ասենք 10 անգամ Հայաստանի մեկ շնչին հասնող հնայից ավելի բարձր է, եւ պլյուս 15 անգամ էլ ավելի բարձր է գիտության ֆինանսավորումը Իսրայելում։ Եվ ուսուցիչների աշխատավարձի մասին։ Դե բոլորը ասում են, տեսեք, բարձրացնում ենք աշխատավարձերը եւ այլն, տեսեք, մարդ կա $1000 աշխատավարձ կարող է ստանալ։ Ուսուցչի եկամուտը Հայաստանում, միջին եկամուտը միջին ուսուցչի կազմում է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի 60%-ը։ Այսինքն միջին ապրող մարդուց ուսուցիչի եկամուտը կազմում է այդ միջին ապրող մարդու 60%-ը եկամուտը։ Նույն թիվը նախկին խորհրդային միության եվրոպական երկրները, ինչպես մեր Բալթյան երկրներն են, մոտավորապես 200%-ը։ Դա նշանակում է, որ ուսուցչի եկամուտը 2 անգամ ավել է, քան միջին եկամուտը, որ մարդը ունենում է այդ երկրներում ապրելով։ Եվ ուշադրություն, Թուրքիայում այդ նույն թիվը կազմում է 360%։ 3-6 անգամ ավելի շատ է, քան միջին եկամուտը։ Եվ այսպիսի իրավիճակ, այսինքն այս ամբողջը ցույց է տալիս մեր հասարակության եւ դրա որպես արտապատկերում նաեւ մեր իշխանությունների վերաբերմունքը ընդհանրապես կրթության ոլորտին։ Պարոն Մխիթարյան, ես չեմ ասի թե նախկինների օրո կրթությունը դենց առանձնակի ուշադրության առարկա էր, բայց վերջին 7 տարիներին ես ինքս որպես քաղաքական վերլուծաբան, որ դիտարկում եմ, նաեւ նայում եմ դրսի եւ մեր մտահասու վերլուծաբաներին, շատերը գտնում են, որ ինչպես նախաբանում ասեցի, հայ ժողովրդի որակի անկման նպատակներ կա որոշակի ուժերի կողմից, եւ եթե որևէ ժողովրդի ուզում են հնազանդեցնել կրթության մակարդակն են իջեցնում, մարդը ինչքան երթեղավ, ինչքան անգրագետ եղավ, այնքան ավելի հեշտ կառավարվի։ Արդյոք այս թվերը, որ դուք ներկայացնում եք, տենդենսը չեն գալի համոզելու, որ իսկապես նման պահանջ դրված է, ինչ-որ տեղ ծրագիր կա, որոնք այստեղ իրականացնում են։ Գիտեք ինչ, հենց որ սկզբից մարդը սկսում է ծանոթանալ, սրանից օրինակ մի քանի տարի առաջ ես մտածում էի, որ Հայաստանում կան որոշում կայացնողներ, որոնք գուցե այդքան հմուտ չեն որոշումների կայացման։ Մի քիչ ժամանակ է իրենց պետք եւ շատերը նաեւ այդպես են մտածում։ Այդպես էին մտածում եւ մտածում էին, որ գուցե եւ այո, ժամանակը գա, մենք նաեւ մեր օժանդակությունը օգնություն հաստատ ինչ որ բանով փոխենք, օժանդակենք, օգնենք, որովհետև եթե կրթության մեջ ինչ որ բան դու չես անում այսօր, վաղը մյուս օրը 10 անգամ ավելի շատ ջանք պիտի ներդնես, որ գոնե 0-ի հավասար։ Կրթության ֆինանսավորումը դա ապագայի ֆինանսավորում է, նորմալ ժողովուրդն դա գիտե։ Այո, լրիվ։ Ոնց է կարելի։ Ուրեմն, այո, այս ձեր ասածը հիմնավորելու համար ասենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկու երկրները, Ճապոնիան եւ Գերմանիան, պատերազմից հետո առաջին բանը, որ արեցին, ամենաբարձր աշխատավարձը սահմանեցին ուսուցիչների համար։ Եվ արդյունքը ինչ եղավ, անցավ ընդամենը 15-20 տարի, երկուսն էլ պիկ ունեցին։ Եվ երկուսն էլ դարձան աշխարհի 3-րդ եւ 4-րդ տնտեսությունը։ Հասկանում եք։ Հայաստանում հակառակն է կատարվում եւ հիմա արդեն հստակ կարելի է ասել, որ սա արդեն միտումնավոր կրթությանը կազմաքանդելու, ընդհանրապես համակարգը կազմաքանդելու ուղղություն է բռնել այս կառավարությունը։ Եվ միակ ձևը էլ
փոքրիկ բարեփոխումներ, փոփոխություններ առաջարկելը չի։ Այստեղ միակ ձևը մնում է ամբողջ իշխանությունը փոխել եւ այս ոլորտում քաղաքականությունը փոխել, այլապես էլ հնարավոր չի։ Այո, հիմա կարելի է վստահաբար պնդել, որ սա մտածված ամենայն հավանականությամբ Հայաստանից դուրս մտածված քաղաքականություն է, որը ուղղակի թելադրվում է եւ Հայաստանի իշխանությունները սիրով, հոժարակամ, հանուն գուցե խաղաղության, չգիտեմ, հանուն ինչի, կամ հանուն իրենց արտոնների, այո, իրենց պաշտոնների ուրեմն պահպանման, դրանք ուղղակի իրականացնում են արդեն թելադրված քաղաքականությունը, որովհետեւ այդքան պատահականություններ եւ ընդ որում շղթայով պատահականություններ դժվար է նույնիսկ պատկերացնել։ Մի բան ուղղակի պատմեմ հեռուստադիտողներին գուցե հետաքրքրի, վերջին շրջանում հանդիպումներ ունեցանք արտասահմանում, որտեղ մասնակցում էին նաև Թուրքիայից, Ադրբեջանից մասնակիցներ եւ պարզվեց, որ այնտեղ կան աշխատող եւ ծանոթներից մեկը նաև որպես փորձագետ այդ ուղեղային կենտրոններից մեկում էր աշխատում, որոնք աշխատում են հատուկ Հայաստանին թելադրելու համար, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարել Հայաստանը։ Եվ ամենայն պատասխանատվությամբ կարելի է արդեն ասել, որ իսկապես այդ քաղաքականությունը գուցե ոչ ուղղակի, բայց միջնորդավորված, ըստ էության թելադրվում է Հայաստանը եւ հատկապես կրթության ոլորտում։ Հիմա պետք է ուղղակի մտածենք, թե ինչ անենք, որովհետեւ այսքան գալիս եք դրան, իշխանությունը ցանկալի է, որ վարկյան առաջ փոխվի, բայց բարդ է, քանի որ էլի հզոր ուժեր կան, այդ դեպքում մնում է մենք մտածենք իսկ ստեղծված իրավիճակում մենք ինչ կարող ենք անել հնարավորինս դիմակայելու համար այդ անկիրք բազմության բուծմանը, որ ուզում են։ Այ հիմա ազգային կրթության խորհուրդը երևի թե այդ նպատակով եք հիմնել, խնդրեմ մանրացնեք։ Հիմա փաստորեն եկանք հասանք այն ձեր սկզբի հարցին, թե ինչի համար էր դա պետք, որովհետև տեսեք, բոլոր թվերը ներկայացնել, քննադատել, ըստ էության շատ բարդ բան չի, ուղղակի պետք է փոքրիկ ուսումնասիրություն անել եւ ընդհանուր միտումը տեսնել եւ այդ մասին ուղղակի բարձրաձայնել, բայց պարզվում է, որ դա քիչ է եւ այս պայդրությամբ այլընտրանք է պետք առաջարկել։ Տեսեք, օրինակ անընդհատ մեզ զանգում են, ահա զանգում են տարբեր ուսուցիչներ եւ ասում են, որ մեզ պարտադրում են նոր տիպի դասագրքեր, որտեղ վերացված է հայ արժեքային համակարգը ընդհանրապես կամ նվաստացած վիճակում է գտնվում։ Մենք դրան հակառակ ինչ ենք անում, մենք դարակի տակ պահում ենք մեր դասագրքերը, մեր ժամանակվա դասագրքերը կամ սրանից 10-15 տարի առաջվա դասագրքերը եւ աշխատում ենք այդ դասագրքերով մատուցել օրինակ պատմությունը, գրականությունը, մնացած բաները մեր աշակերտներին վախով ուսուցիչը իրավունք ունի բացայտ վախով, այո, վախով, որովհետև բացայտ նրանց թույլ չեն տալիս, որովհետև նրանց վրա դնում են լրացուցիչ հսկողություն, որպեսզի այդպիսի բան չանեն, բայց մեր ի պատիվ մեր շատ ուսուցիչների, ասենք որ նրանք այդ բանը անում են։ Գնալով ռիսկի, այո, որովհետև նրանք չեն կարողանում գնալ դեմ իրենց արժեքներին։ Եվ շատերը ուսուցիչների շատերը այն սերունդից են, որոնք դաստիարակվել են այն պայմաններում, ինչ որ օրինակ մենք կամ այն սերունդը, որը խորհրդային վերջին տարիներին, անկախության առաջին տարիներին է դաստիարակվել եւ իր արժեքները ըստ էության ձևավորվել։ Հիմա, բայց այնպես չի, որ նրանց ռեսուրսները անընդհատ են եւ մի օր չի վերջանալու։ Եվ նրանք անընդհատ կարիք ունեն, որովհետեւ փոփոխվող հասարակության մեջ անընդհատ ինչ որ նոր բաների կարիք կա, օրինակ տեսանյութեր ունենան նաև այդ դասագրքերին համապատասխան եւ այլն։ Եվ մեր մոտ գաղափար առաջացավ, օրինակ, այս փուլից սկսած փորձել մեր ուսուցիչներին օգնել։ Սա էր նպատակը ըստ էության, որ ինչ որ մի բան անել հիմա առանց սպասելու, չգիտեմ, իշխանության փոփոխության, քաղաքականության փոփոխության եւ այլն, այլ փորձել հիմա ինչ որ մի բան անել։ Եվ այդ մի բանը հենց ազգային կրթության խորհրդի ձևավորումներ, ազգային կրթության, այսինքն ազգային արժեքներով, ազգային հիմքի վրա կրթություն, որը կարող է լինել շատ լավ այլընտրանք յուրաքանչյուր ուսուցչի համար։ Ուրեմն որպեսզի ուսուցիչների համար դա դժվար չլինի, այն նյութը կամ այն բովանդակությունը, որը մենք ստեղծում ենք մասնագետների ներգրավմամբ, որպեսզի նրանց համար դժվար չլինի, մենք այդ բոլոր նյութերը եւ բովանդակությունը համապատասխանեցնում ենք այն չափորոշիչներին, որոնց մասին շատերը խոսում են անընդհատ, չափորոշիչներին, որոնք ընդունված են կառավարության կողմից, ընդունված են նախարարության կողմից եւ ըստ էության հիմք են հանդիսանում այսօրվա դասագրքերի համար։ Մենք դրանց չհակասելով բովանդակությունը
կազմում ենք ազգային հիմքով եւ դա անում ենք բոլոր հումանիտար առարկաներում։ Ստացվում է, որ կառավարությունը ինքն էլ կարող է դա անի, իր մշակած չափորոշիչներով, բայց միտումնավոր չի անում։ Նա չի կարող գրել օրինակ, որ պետք է ապազգային բաներ գրվի դասագրքում, այսինքն չափորոշիչները այնպես են մշակված, որտեղ ցեցուն չլինի, ասենք, շատ ընդհանուր ուրեմն ձևակերպումներ են, որոնց տակ ուղղակի դրվում է շատ կոնկրետ բովանդակություն, որը ապազգային է, եթե մեղմ ասենք։ Իսկ մեր մոտեցումը այն է, որ առանց խախտելու, որովհետև ուսուցիչները իրավունք ունեն այդպիսի դեպքում օգտագործելու նաև լրացուցիչ գրականություն, կազմել ամբողջ բովանդակությունը, դա բաց հասանելի եւ հնարավորություն տալ բոլոր ուսուցիչներին օգտվելու իրենց դասերից։ Տեսեք համացանցում ինչ-որ մի բան։ Մենք ունենք ուրեմն mitk.am, մարդիկ կարող են նայել, որտեղ տեղադրված են ընդ որում ոչ թե դասագրքերը, այլ յուրաքանչյուր դաս, բովանդակությունը, լրացուցիչ նյութեր, հանձնարարություններ, ինչ որ ուսուցիչը պիտի տա երեխաներին, ստուգման մեթոդները, լրացուցիչ տեսանյութեր եւ այլ նյութեր, որ ուսուցիչը կարող է յուրաքանչյուր դասը վարելու ժամանակ ուղղակի օգտագործել։ Ձեր առաջարկած է եւ պետականը համընկնում կա, թե լրիվ ուրիշ բաներ է։ Լրիվ ուրիշ բան է։ Ուրիշ բան է, որովհետև անհնար է, որովհետև տրամաբանությունն է այստեղ ամբողջությամբ փոխվում։ Շարունակեք այդ ներկայացումը, կարծում եմ ուսուցիչների հետաքրքիր։ Այո, սա շատ հետաքրքիր եւ կարեւոր է հատկապես եւ մենք դա անում ենք հումանիտար հասարակագիտական առարկաների։ Սկսել ենք աշխարհագրությունից, պատմությունից, մասնավորապես տեսեք նաեւ էլի ընդմիջելով ասեմ, որ կան նաեւ տարբեր դեպքեր եւ հատկապես այդ ուսուցիչներն են օգտվում մեր նյութերից, որոնց դասագրքերը ընդհանրապես չկա։ Իսկ գիտենք, որ տասնյակ դասագրքեր վերջին 2-3 տարվա ընթացքում ուղղակի դպրոց չի մտել։ Եվ ուսուցիչները, այսպես ասած, թղթապանակներով են դասերը վարում։ Ինչ որ ինտերնետից կամ այստեղից այնտեղից հայթայթած նյութերով փորձում են այդ դասը տալ երեխաներին, իսկ իրենց համար շատ լավ այլընտրանք է ուղղակի օգտվել mitk.am-ից եւ այդ ամբողջը կազմակերպել։ Մենք ամբողջությամբ արդեն պատրաստել ենք առաջին կիսամյակի ողջ նյութը եւ դա ուզում եմ ասել, որ ամբողջը արվում է ըստ էության էնտուզիազմի վրա։ Մենք օգտագործում ենք մեր ազգային մտածողությամբ ուսուցիչների, մասնագետների, ներգրավված են դոկտորներ, պրոֆեսորներ, որոնք շատ մեծ փորձ ունեն դասագրքաստեղծման, եւ նրանք ուղղակի իրենց գրած դասագրքերի ողջ բովանդակությունը հանձնում են ազգային կրթության խորհրդում։ Մեզ մնում է դա համապատասխանեցնել այսօրվա դասերի պահանջներին ըստ բովանդակության, հանձնարարությունների, ինչպես քիչ առաջ ասեցի, եւ հասանելի դարձնել մեր սիրելի ուսուցիչներին։ Հիմա դուք գտնում եք այդ եղանակով կարող եք բացը լրացնել եւ իսկապես ազգային կրթություն տալ, չափորոշիչները թույլ տալիս են, ենթադրենք թե իրավաբանորեն չեն հետապնդում այլ ձևերով, էլի կա կարող են։ Կա, իհարկե մենք ահազանգեր շատ ենք ստանում ուսուցիչներից, ծնողներից, որովհետեւ կան ծնողներ, որոնք մտածում են, որ այդտեղ ինչ որ կրիմինալ գործ կա եւ դրանից չի կարելի օգտվել, որովհետեւ դասագիրքը այդ պարտադիր է դրանից օգտվելը, բայց քավլիցի, այդ մենք կարող ենք շրջանցել, այսպես ասենք, շրջանցել նաեւ այդ դեպքերը, բայց միևնույն է, այս պայդրությամբ ամենալավ բանը, որ մենք մտածել ենք եւ մենք ջանք ենք դրել մոտավորապես 1 տարի է ընդ որում էս ամբողջը կամաց լրացվում է, փորձում ենք այդ այլընտրանքը գոնե այս պահին ունենալ, բայց մենք մտածած ունենք նաեւ դրա հաջորդ քայլը, որովհետեւ մենք հիմք ենք նախապատրաստում նաեւ հաջորդ կառավարության համար, որը միանգամից արդեն կարող է դա դարձնել պարտադիր, որովհետեւ մենք չենք պատկերացրեք, եթե այս պահին կամ չգիտեմ սրանից 2 ամիս հետո Հայաստանում իշխանությունը փոխվի եւ ազգային արժեքներ դավանող մարդիկ լինեն որոշումներ կայացնողները, ինչ պիտի անեին։ Նրանք պիտի սկսեին նորից ձևավորել համապատասխան աշխատանքային խմբեր, ներգրավել մասնագետների եւ կորցնել 1-2 տարի, որպեսզի այդ բովանդակությունը ստեղծվի։ Ճիշտ ուղու վրա է, ես խելացի մարկանցից տեղեկացել եմ, որ եթե ուզում եք իշխանապահություն լինի եւ նոր ձև լինի 95%-ը պիտի անեք մինչև իշխանության գալը։ Հիմա դուք դա անում եք կարևոր գործ։
Մենք պիտի այո պատրաստ լինենք եւ մենք այո նույն էնտուզիազմով շարունակելու ենք այս ամբողջը անել։ Մենք իհարկե օգնության կարիք ունենք, այնպես չէ, եւ մարդկային ռեսուրսների, մասնագիտական մնացած բանի, բայց միևնույն ժամանակ մենք մեզ ողջևորում է նաեւ, որ մենք արժանանում ենք գնահատականի եւ մարդիկ կամավոր ձևով իրենց օրինակ նյութերը հավաքած փորձարկած ընդ որում դասերի նյութերը ուղղակի տրամադրում են մեր մասնագետները դրա վրայով ուղղակի մի անգամ անցնում են եւ մենք տեղադրում ենք։ Ընդ որում մենք նաեւ հետադարձ կապ ենք ունենում ուսուցիչների հետ, որովհետեւ այդ նյութը օգտագործելիս կարող են ի հայտ գալ տարբեր խնդիրներ, դժվարություններ, հարցեր, որոնց միջոցով մենք ավելի կարողանանք եւ հիմա էլ անում ենք, կատարելագործում ենք ամբողջ նյութը, ունենալու ըստ էության ազգային դպրոցի բովանդակությունը։ Երկու առաջարկ ներկայացնեմ ձեզ, քանի որ ասացի ես անունադրել էի կրթության հանրային խորհուրդ եւ դրա տեսանյութ էլ կա վերելքից դրել համացանցում, այդտեղ որ խոսում էինք ոլորտի մարդկանց հետ, այսպեսի առաջարկներ էլ կար, ֆիքսել էինք, հիմա համարեք ձեզ ներկայացնում եմ, նաեւ ասեք ինտերնետ դպրոց լինի։ Դպրոցից դուրս դուք ոնց որ կայք ունեք մի հատ, ասենք ինչ որ ազգային թեմաներով երեխան իմանում է, ասենք վաղը մյուս օրը կարող է ճնշումները շատանան, ծնողը իմանում է, որ դպրոցում ինչ որ ասեցին, մտեք այս կայքը այնտեղ այդ առարկայի վրա այլընտրանքային սա կա, որպեսզի մենք կարողանանք ասենք այդ մարդկանց հատկապես ազգակի շերտին անհրաժեշտ գիտելիքները տանք։ Սա մեկ ես, եթե հարմար եք գնում մտածեք, երկրորդը որ էլի մտածում եք, տեսեք ուսուցիչներին կարող է վաղը մյուս օրը ինչ որ փորձեն ճնշել, ուրիշ երկրներում ասենք ստեղծում են արհմիություններ, ասենք կրթության ոլորտի արհմիություն լինի, որտեղ եթե իշխանությունները իմանան, եթե կոնկրետ այս ուսուցչին եթե փորձենք ճնշենք, այդտեղ մեծանում կլինեն դատական process-ներ, նաև այս ուղղությամբ կարելի է մտածել։ Ես նախնական պայմանավորվածություն ունեի իրավաբանների հետ, որոնք ասեն թղթաբանական հարցերով կաջակցեք։ Նայեք, տեսեք, կարող լինի հասարակական կազմակերպություն կրթության ոլորտի, որը արդեն ինքը իրավաբանորեն հանդես գա, ասենք, քանի ուսուցիչ կա Հայաստանում։ Դրանք կեսի գոնե համաձայն կլինի, ասենք, հազարավոր մարդկանց անունից կարող եք դուրս գալ։ Սա առաջարկներ են եւ եթե հեռուստադիտողներն էլ առաջարկներ ունի, հաստատ անհանգիստ մարդիկ կլինեն, թող կամ միտքը կա հետադարձ կապ։ Շատ արժեքավոր առաջարկներ են, պարոն Պեպանյան, դա անպայման հաշվի կառնենք, ուղղակի մեր ունկնդիրներին կարող եմ տեղեկացնել, որ ազգային կրթության խորհրդում ներգրավված է ուսուցիչների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն։ Կա արդեն դա։ Կա եւ նրանք դա գրել են դլայնել։ Այո, անպայման։ Իսկ արհեստակցական միությունը իսկապես կա։ Իրականում կա ուսուցիչների արհեստակցական միություն, բայց գիտեք, ինչպես Հայաստանում միուսները իրենց նպատակը իրականի մասին, իրական նրանց իրավունքների պաշտպանություն այդպիսի դեպքերում, որովհետեւ նույնիսկ ուսուցիչը միայնակ է մնում։ Հիմա տեսեք, ուսուցիչը պիտի վստահ լինի, որ եթե ես իրապես ազգային նյութեր եմ տրամադրում, չափորոշիչների մեջ, եթե ես ինչ-ինչ պատճառով աշխատանքից զրկվեմ, ապա կա մի մեծ կառույց, որը ինչ որ ժամանակ կհոգա իմ ֆինանսական հարցերը ու կմտածի ես այլ աշխատանքի անցնեմ։ Մարդուն մենք չենք ապահովագրում եւ ուզում ենք ինքը հերոս լինի, էլի նաեւ այս մասին պիտի մտածենք։ Անպայման, այդ շատ կարեւոր բան եք ասում։ Ես մի լրացում էլ անեմ, ուրեմն մենք մտածել ենք եւ հիմա հայտարարել ենք նաեւ ազգային ուսուցիչ մրցանակաբաշխությունը, այսինքն մենք նաեւ լրացուցիչ մեխանիզմներ ենք անընդհատ գործադրում, որպեսզի խրախուսենք այն մարդկանց, որոնք օգտագործում են այդ ամբողջը։ Սեփական ստեղծագործական մոտեցումներն են ցուցաբերում, իրենք են նյութեր պատրաստում մյուսներին տալու համար եւ դա ի հակակշիռ, այսպես ասած, չգիտեմ, պետությունն էլ է անում այդպիսի լավագույն ապազգային ուսուցիչ, ամեն ամիս ինչ որ բաներ են անում, բայց մենք իսկապես խրախուսելու ենք դա եւ խորհուրդ եմ տալիս ուսուցիչներին դեռևս ժամանակ կա անպայման իրենց նյութերով կիսվեն եւ դիմեն այդ մրցանակաբաշխությանը, սա իհարկե նպատակ չունի ասենք բոլորին ինչ որ մրցանակներ տալ, բայց նպատակ ունի հատկապես խրախուսել այդ ազգային մտածողության քարոզողներին, որը ըստ էության ուսուցիչն է, որովհետև մենք սրանով սերնդի կրթության հարց ենք լուծում, սերնդի արժեքային կողմնորոշման հարց ենք լուծում, բաց թողեցինք, կորցնելու ենք մի ամբողջ սերունդ։ Ես ավելի ահաբեկիչ բան ասեմ, եթե մենք այս փուլում թույլ տվեցինք, որ ազգակիր շերտի զավակները անհրաժեշտ կրթությունը չստանան, իսկ իրանք
աղնենսյունն են ժողովրդի, ազգի հասկացվածն են, որ չեղան մենք շատ տխուր վիճակի մեջ ենք հայտնվելու, որի ձգտումը ունեն աշխարհաքաղաքական որոշ ուժեր։ Մենք այդպիսի տխուր վիճակներում եղել ենք դարեր առաջ, այնպես որ սա ես կարող եմ ասել ազգի գոյության հարցն է հիմա դրված։ Դու կարող ես քանակություն ունենալ միլիոններով, բայց այդ որակը չլինի ու վերջ։ Այդ որակը պահելը հենց ազգի գոյության հարցը լուծելն է։ Այնպես որ կարևոր գործ է, անում դիմելով Վերեքի լսարանին ես օրդորում եմ մտնեք միտքեմ կայք առաջարկներ կունենաք, հնարավորություններ կունենաք ինչ որ կերպ սատարեք հաշվի առնելով, որ այստեղ ազգի ճակատագիրն է, չերտը չեղավ, ոչ պետություն կլինի, ոչ հայրենիք կլինի, որովհետև կարևորը սա է։ Հիմա եզրափակելով ինչ մնաց ասելու։ Գիտեք, պետք է ինչ ասել, որ այսօրվա միջոցառման մասին չեք ուզում, թե ուշ է։ Ուզենայի նաև այսօրվա միջոցառման մասին խոսել, որովհետև տեսեք, մենք ընդհանրապես խոսում ենք շատ նեղ ոլորտի մասին, բայց պետք է ասեմ, որ այսինքն պետք է գործունեությունը լայն անել, որպեսզի հնարավոր շատ շերտերի ներգրավել գործունեության մեջ, եւ ազգային կրթության խորհուրդը նաև վերջերս ամռանը ստեղծել է ազգային կրթության հիմնադրամ, որը հնարավորություն պիտի տա համապատասխան միջոցներ ակումուլացնել եւ ֆինանսավորել հատկապես այն ուղղությունները, որոնք հենց ազգային կրթությանն են ուղղված, եւ կազմակերպել նաեւ հանրային տարբեր միջոցառումներ, լսումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, որոնցից մեկը հենց այսօր տեղի կունենա, դա նվիրված է Մոնթե Մելքոնյանի ծննդյան 68-ամյակին, բայց խորագիրը հերոսը եւ հերոսականությունը կրթության մեջ, այսպիսի խորագիր ենք մենք ընտրել, որովհետեւ հատկապես երեխաների դաստիարակության հարցում շատ կարևոր է թե դու ինչպիսի հերոսներ ես նրանց ցույց տալիս եւ ում որպես օրինակ ում ես բերում հասկանում եք մի բան է ընդհանուր բառերով խոսել մի բան է շատ կոնկրետ օրինակների վրա այդ ամբողջը բացատրել եւ մենք այսօր խոսելու ենք մեծ համաժողով է լինելու եւ մենք այսօր խոսելու ենք հենց ով է հերոսը ժամանակակից ինչպիսին նա պիտի լինի որպիսի մեր սերունդը դաստիարակվի նրանց օրինակներով։ Ինչ է հերոսականությունը, որովհետև այսօրվա խեղաթյուրված ըստ էության կրթության ոլորտի քաղաքականությունը ընդհանրապես լղոզում է այդ հերոսականությունը։ Հերոսը դառնում է, չգիտեմ, հարկ տվողը, հա, այս վերջերս այդպիսի բան է, ասենք հասկանում եք, բայց ասենք հայրենասեր մարդը, լավ գիտնականը երբեք չի դիտվում որպես հերոս, ինչը մենք օրինակ մեր սերունդը հենց այդպիսի հերոսների վրա էր դաստիարակվում։ Սա է մեր հակիրճ ասած նպատակը նաև այս միջոցառման։ Մենք այսօր ժամը 7-ին երեկոյան հավաքվելու ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնտեղ նախ փոքրիկ ելույթներ կլինեն թեմայի վերաբերյալ փոքրիկ մշակութային միջոցառում, բայց ամենակարևորը շփում տարբեր մարդկանց, նոր մտածողությամբ, նոր մտքերի գեներացիայի հնարավորություն կլինի եւ բոլորին սիրով սպասում ենք միջոցառմանը, շտապեք, որովհետեւ շատ ժամանակ չի մնացել։ Մենք էլ շտապելով եզրափակում ենք, որ դուք հասցնեք, ես էլ քիչ հետո կգամ, ես հետեւյալը կասեմ, երբ որ ես ուսումնասիրում էի մի շարք ժողովուրդների փորձը, թե ինչպես են իրենք կարող, էլիտան ինչպես է կարողացել արմատապես փոխի ժողովրդի մենթալիտետը դրական առումով, առանցքային կետերից մեկը հետեւյալն էր՝ հերոսների մատուցումը։ Իրենց ազգի այն նշանակալի դեմքերը դրանց օրինակով երիտասարդությանը պատանիներին մատուցել, այնպես որ սա անչափ կարևոր գործ է։ Ես մաղթում եմ հաջողություններ եւ համարեք ես էլ ձեր ծառան եմ այդ խորհրդում ինչ ասեք կանեմ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ վերելքաղորդաշարը հյուրընկալեց ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանին։ Մինչ նոր հանդիպում։